Ֆրինյուզի եթերում Երևան-Փարիզ ձևաչափով հերթական միացումն է, Փարիզից ինձ հետ կաշխատի Արման Ավագյանը, միջազգայնագետ իհարկե, բարև Արման։ Աստծու բարին, Գագիկ ջան։ Խորհրդանշական էր այսօր քո ասածը, քանի որ շփված ես ասեի։ Հա, մենք եթերից առաջ պայմանավորվել ենք, որ միշտ հաղորդումը ընդհանրապես միշտ խոսել ենք դրա մասին, պետք է սկսենք ամենահրատապ թեմայից։ Այսօր թերևս կարելի է ասել, որ ամենահրատապ թեման էլի Մայր Աթոռի շուրջ զարգացումներն են, եպիսկոպոսած դասի դիմումը, հայտարարությունը, դու ինչ կասես այս թեմայի վերաբերյալ, Արման։ Դե ես գիտեք ինչ կա, փորձենք այս թեմային վերաբերվել բավականին հանգստության, մի քիչ երևի թե ինչ որ հումորային ինչ որ դոզա մտցնենք, այն ազգագրական երգի նման չստացվեց, որ ինչպես անենք, որ կտրիչ դավոն լավ լինի, այլ գտնվեցին մարդիկ, գտնվեցին քաջ եպիսկոպոսներ, որոնք հասկացան մի պարզ բան, որ մեր ժողովուրդը ամոթի զգացում ունի, վերջի վերջո, եւ վերջի վերջո պետք է գանք մի իրավիճակի, երբ որ պատտվում են սրբազանի մասնակցությամբ 18+ վիդեոներ, որոնք հարիր չեն ոչ մեր նկարագրին, ոչ մեր ժողովրդին, առավել եւս եկեղեցուն, պատվին եւ արդեն հասկանում ենք, չէ՞, բոլորս եւ այդ վիդեոների արկայության մասին այնտեղ խոսել, դրանց, չգիտեմ, սպասել, դրանց փորձաքննություններին, երբ որ անզեն աչքով բոլորին շատ պարզ հայտնի, երևում է ով է պատկերված եւ վերջի վերջո, գիտեք ինչ կա, մի պահ գալիս է, որ ինչպես ասում են, ճշմարտությունը մերկ է, այս պարագայում շատ մերկ էր եւ պետք էր ընդունել մի որոշում, որի որոշումը ոնց որ թե գտնվեցին է 10 եւ ոնց որ թե երևի ավել, բացառություն ունենք այստեղ մեր Ֆրանսիայի թեմի, որը գիտենք, որ շատ տենց այդպես լուրջ պաշտպանն է կաթողիկոսի, բայց ինձ թվում է նրա դուրս գալով նաև նրան կմիանան իր հետևորդները եւ այդպես բոլորով այդ շքախմբով այդ ամոթալի այդ ամբողջ երևույթները այսպես գոնե թե եթե հուսանք էլի եթե այդպես կարող է լինել այսպես առանց երևալու կուզեն սև շորով եթե ուզում են սքա բայց մենք ուրախանանք էլի եթե թող դուրս գան գնան եւ անհետանան ընդհանրապես դաշտից Արման, նմանատիպ դեպքեր, քանի որ դու տարվա մեծ մասը գտնվում ես Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում, բայց նմանատիպ դեպքեր շատ են եղել, լավ չասեմ շատ, բայց եղել են նաև Եվրոպայում, չէ, ասենք ինչ վերա։ Ես կարող եմ մի հատ շատ հետաքրքիր դեպք հիշեցնել, որը կարելի ասել դեռ շատ տաք է եւ այս նախկին վարչապետ ունենք այստեղ Ֆրանսուଆ Բայրուն, հա, որը բավականին, գիտեք, Մակրոնի առաջին աջակիցներից էր, քաղաքականության մեջ հին գելերից էր, այսպես ասենք, եւ նա շատ լուրջ խնդիր ուներ, որտեղ այն քաղաքում ինքը Պո քաղաքի քաղաքապետ էր եւ այդ քաղաքից ոչ հեռու մի հատ կաթոլիկ դպրոց կար, Բետարամ անվամբ, որտեղ տասնամյակներ շարունակ կաթոլիկ դպրոց, ասենք, հավաքվում են կաթոլիկ եկեղեցու կողմից, տասնամյակներ շարունակ, ուրեմն Գագիկ պատկերացրա, այդ երեխաներին ոչ միայն այդ բանով էին, մտրակում էին կամ ասենք հետույքին էին խփում, հա, որ այդ բաները արդեն կարելի ասել մի աշխարհում էլ չկա, բայց խոսում են 70-ական թվականից սկսած, այլ նաև կային երեխաների մանուկների բռնաբարության դեպքեր, մանկապղծության դեպքեր։ Այո, մանկապղծության դեպքեր, որոնք կոծկվել էին այն պարագայում, երբ որ այսօրվա վարչապետը պետք է որ տեղեկացված լիներ եւ իր պոստը շատ լուրջ վտանգի տակ էր գտնվում, որովհետեւ լուրջ կասկածներ կան, որ նա քողարկում է իմանալով իրադարձ 100-ից ավել։ Ուզեմ ասել, գիտեք ինչ կա, մի պահ է գալիս, որ նմանատիպ դեպքերը անդրադառնում են հասարակության վրա։ Հիմա թե դա արտահայտված կլինի ավելի կեղտոտ մանկապղծությամբ կամ ցանկացած տիպի չդնենք, հա, ու այսպես սանդղակ որոշենք պղծության, բայց ինչևէ, ինչ էլ որ լինի,
դա բնականաբար շատ վատ իր հետքն է թողում, բայց բացի դրանից նաև տեսնում ենք, որ տարիները անցան եւ չնայած նրան, որ ինչքան կարողացան Վատիկանում անընդհատ փորձեր էին արվում կոծկել, փորձեր էին արվում այդ մանկապղծության այդ կաթոլիկ եկեղեցու հետ կապված հիմնականում կոծկել, բայց ժամանակի ընթացքում արդեն բոլորը սկսեցին, նույն եկեղեցական մարմինները սկսեցին հասկանալ, որ իրենց շահերից է նաև բխում իրավապահպան մարմինների հետ համագործակցել եւ երբ որ նմանատիպ մի իրադարձություն է տևում, որտեղ դրանք պունկտուալ բնույթ են կրում, հա, պետք չի կարծել, որ համատարած է եւ լավ է, որ այդպես է, պատկերացրեք դա այդպես լայն բնույթ կրել եւ դա շատ նեգատիվ իր ազդեցությունն է ունենում մեր պարագայում, Ի վերջո ես հասարակ կանոն բերել, օրինակ բերել, հա, պատկերացրեք դուք մենք մեր հայկական եկեղեցիներում, ասենք շատ կոնկրետ օրինակով, մենք ունենում ենք, ասենք, օտարերկրյա հյուրեր, որոնք շատ լավ տեղեկացված լինելով մեր եկեղեցում կատարված իրավիճակից, եւ մենք այսպես խորթավոր կերպով նրանց տանում ենք Տաթևի վանք, հետո բերում ենք, ասենք, Գեղարդով, այսպես բերում ենք Երևան եւ խոսում ենք մեր Դարամյա եկեղեցուց, խոսում ենք մեր եկեղեցի այդ խորը հոգեվոր արժեքներից եւ դեմքով նայենք մի մարդկանց, որոնք շատ լավ գիտեն, ասենք, ով ինչ է կատարվում մեր եկեղեցում, ովքեր են մեր սպասավորները, այսինքն սրանք անհամատեղ բաներ են, որոնք հարիր չեն մեր երկրին։ Ու բացի նրանից, որ արդեն չափը սահմանը այնքան է անցել, որ եկեղեցականները մտնում են քաղաքականություն, դա արդեն մենք այս հիբրիդային թեմայից ելնելով կարող ենք քննարկել ինչից եղավ եւ որտեղից սկսվեց, բայց մեր ազգին դա հարիր չէ, մենք պատմամշակութային լուրջ ժառանգություն ունենք պահպանելու եւ փոխանցելու աշխարհի։ Եվ ես ուզում եմ նաև հիշեցնել, թե աշխարհում ընդհանրապես ամենապահպանողական եկեղեցին միշտ համարվել է կաթոլիկ եկեղեցին, եւ կաթոլիկ եկեղեցու հովապետերը, Հռոմի պապերը միշտ շատ խստորեն են հետևել այդ ամեն ինչին, անգամ ես ուզում եմ հիշեցնել, որ կաթոլիկ եկեղեցին ընդունեց իր մեղքը միջնադարյան ինկվիզիցիայի առումով։ Այո, անգամ միջնադարյան, այո, խավություն, հա, հայցեցին աշխարհից, այո։ Դե ինչ, ուրեմն ամեն ինչ արդեն պարզեք, զարգացումներին կհետևենք, ինձ թվում է զարգացում։ Այստեղ ամբողջ խնդիրը նա է, որ արդեն եւ եթե կարելի ասել, դու այստեղ ամեն ինչ, այստեղ լավ լուրջ չկա, հա, որովհետեւ այս ամբողջը մենք խոսում ենք այս ամոթանքից ազատվելուց եւ այստեղ շատ գնահատելի է, որ եկեղեցու ներսում բարձրաստիճան սպասավորները հասկացան, որ այդ ամոթի զգացումը արդեն հասել է այն աստիճան, որ այլևս աններելի է, այսինքն հասնում ենք մի աստիճանի, որ այստեղ պետք է մաքրազերծել ընդհանրապես եւ հուսանք, որ այս մաքրազերծումը շատ արագ կկատարվի, որովհետեւ տեսեք, այսպես թե այնպես, եթե մենք սա նայում ենք նաեւ որպես հիբրիդային հարձակման մի մաս, հա, որովհետեւ բոլորս է շատ լավ հասկացել ենք, որ այստեղ հերվից կամ հետևից շատ լավ երևում է ռուսական ֆոնը, հա, այդ պրո-ռուսական, եթե չասենք ռուսական եկեղեցու այդ սպասավորական գիծը, խոսում ենք KGB-ներից եւ այլն, հա, բայց այստեղ ես նույնիսկ չեմ էլ տեսնում նրանց այսօրվա դրության մեջ նրանց այդ վնաս հասցնել այստեղ վնասը շատ ավելի լուրջ է, շատ ավելի խորն է, խոսում ենք մեր ազգի արժանապատվությունից, բոլորիս արժանապատվությունից եւ այստեղ արդեն օրերի ամիսները մոռացանք ժամերի հարց պետք է լինի եւ դա շատ մի կարեւոր հարց կա, որ ես ուզում եմ խոսել, որովհետեւ այս հարցը մեր ինչպես մենք ասում ենք, մեզ համար շատ կարեւոր է։ Օրինակ ես շատ դրա մասի ես միշտ փորձել եմ բարձրաձայնել, որովհետեւ դրա օրինակները տեսնում եմ, այդ նույն այդ մոմավառության հետ կապված, այդ մոմա վաճառքի հետ կապված մեր ինչ որ կատարվում է մեզ մոտ։ Մենք մի երկիր ենք, նոր ենք խոսում, ասում ենք, որ տուրիստներ ենք ընդունում, մեր եկեղեցիներն ենք ցույց տալիս։ Լսեք, եվրոպական բոլոր եկեղեցիներում, շատ հաճախ նաև Եվրոպայում գտնվող մի քանի հայ եկեղեցիներում մոմա վաճառությունը որպես այդպեսին, այդպես չէ, դուք ընդհանրապես կատարում եք հանգանակություն։ Եվ ընդհանրապես պարտավորված չեք վճար անել, դրված են, երբ որ մտնում եք ցանկացած եկեղեցի,
մոմերը դրված են տարբեր չափերի եւ տարբեր արժեքների, խնդիր չկա, շատ լավ եւ կողքին դրված է մի գանձապանակ, որտեղ դուք նույնիսկ հիմա կան բանը, հա, այդ Apple Pay-ով նույնիսկ կարող եք վճարել, հա, խնդիր չկա, այդ ամբողջ համակարգը դրված է։ Կարող եք նաեւ չվճարել։ Կարող եք նաեւ չվճարել։ Այո, կամավոր հիմունքների վրա է, այսինքն աղքատը, եթե ուզում է գալ եւ հաղորդակցվել եւ իր մոմը վառել այդ եկեղեցուն, նա կարող է ընդհանրապես գումար չվճարել, ոչ ոք դրան չի պարտադրի, դա կամավորության սկզբունքով է, հավատացեք, շատ ավելի լավ է աշխատում, որովհետեւ մարդիկ 1-2 եվրոյի փոխարեն կարող են 10 եվրանոց գցել եւ դա համարել հանգանակության եկեղեցուն, չգիտեմ, նրա պահելուն եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն ասել կուզեի մոմա վաճառությունը որպես այդ բիզնես հասկացությունն էլ եւս ես հուսով եմ այս համակարգի այս կեղտոտ այս բարքերի մեջ նաեւ այդ բիզնեսը, որը սա աստծո տունն է, որտեղ բիզնեսի հարց չէ։ Եվ հուսով եմ, որ սա եւս կդառնա մի այսպիսի մի երևույթ, որտեղ մարդիկ չեն ուզենալ եկեղեցի չգնալ, որովհետեւ շատ հնարավոր է մարդ լինի, որ չունենա այդ 500 դրամ այդ պահին այդ մոմը գնելու, բայց ուզենա հաղորդակցվի։ Այո, ես ինքս էլ հիշում եմ, երբ որ Միացյալ Նահանգներում էինք, Միացյալ Նահանգների կաթոլիկ կաֆեդրալ, հա, այդպես էին ասում, տաճարում հսկա մի կառույց էր, շատ ազդեցիկ կառույց, մենք մտանք այնտեղ հայերով ուղղակի տեսնելու համար, բայց ասեցինք, եթե եկել ենք մոմել վառենք, շարած էր այսպես բաների վրա, հատուկ տեղում մոմերը, այն մետաղական բաներ են, որի մեջ մոմը լցված է, որպեսզի նաև չթափվի, նաև Ես շատ ավելի լավ, թե մեր եկեղեցու, որտեղ sense մի հատ փնթի իրավիճակ է, որտեղ այդ պարաֆինը հալվում է մեզ մոտ, այնտեղ տակից այդ ավազը, այսինքն շատ ավելի ցիվիլ եղանակներ կան մոմերը դնելու եւ այլն։ Եվ մենք այդ մոմերը վառեցինք, դրեցինք, աղոտ կարեցինք, հետո երկար ժամանակ ման էին գալիս, թե որտեղ գումար պետքա գցենք, վերջը ինչ որ մի հատ անկյունում Սյունի տակ մի հատ համեստ արկղիկ էր դրած, որտեղ կարող ես գնալ, քո ցանկացած գումարը գցել այնտեղ ու դուրս գալ։ Հա, եւ շատ կարեւոր է նույնիսկ ոչի չգցել։ Դա ես նույնիսկ հարցրել եմ եկեղեցու սպասավորներին, ճշտել եմ նույնիսկ դա։ Այո, ի վերջո եկեղեցին միշտ բոլոր եկեղեցիները ունեն կամավոր բարեգործներ, որոնք միշտ գումարներ են հատկացնում եկեղեցիների համար, այնպես որ, հա, առանձնապես այդտեղ էլ խնդիր չկա եւ իհարկե երբ որ խոսում ենք եվրոպական եկեղեցիներից մնացած դեպքերից Եվրոպայում այդտեղ Ֆրանսիայում ինչ որ հետաքրքիր զարգացումներ կա որքան ես հասկացա որը կապված է ֆրանսիական բանակի հետ որը կարող է նաեւ հեղափոխական լինել դա դեռևս նախագիծ է որքան ես հասկանում եմ ինչի մասին է խոսքը Տառացիորեն այսօր պետքա տեղի ունենա, ինձ թվում է մի քանի ժամից Մակրոնը կլինի ռազմական մի բազայում Ֆրանսիայի, որտեղից հայտարարություն կանի, ինչքանով ես հասկացա, տեքստը ասում է, որ նու վերցնիր գերագույն գլխավոր հրամանատարի այդ պաշտոնը, հա, կստանա եւ կհայտարարի կամավոր ազգային ծառայության մասին աճող սպառնալիքների ֆոնին։ Ուրեմն խոսքը գնում է 2-ից 3000-ով ավելացնել կամավոր այդ ազգային ծառայությունը, որը նաև թույլ է տալու հողի վրա, հա, եթե պետքական լինի, այդ մոբիլիզացիայի հարցը շատ արագ կազմակերպել, երբ որ դրա կարիքը կլինի, դե ամեն ինչ ասված է աճող սպառնալիքների ֆոնին։ Թերևս վաղը մյուս օր կարող է դա էլ Հայաստանում տեղ գտնի, չէ՞։ Այդ տարբերակը շատ նորմալ երևույթ է, եթե կարող է ավելի ռեակտիվ դարձնել մեր մոբիլիզացիան, հետո ասեմ, այստեղ վճարումային համակարգ կա, որը նաև շատ կարևոր է, որովհետև այս կամավոր այս ազգային ծառայությունը անվճար չի, կա որոշակի վճար, որը կարող է հետաքրքիր լինել, եւ այստեղ կա նաև պրեստիժի հարց, այստեղ կա նաև նույն պատանին սկսած նրանից, որ իր CV-ում կգրի, հա, որ ինքը կամավոր ֆրանսիական բանակում ծառայել է, բանակում այո ծառայել, բայց նաև որը շատ կարևոր է նաև իր
սա նրան թույլ է տալիս նաև ցանց զարգացնել, հա, իր ընկերների, հա, իր համախոհների, ինչ որ ընտանիքներ, որոնք, հա, ասենք ֆրանսիական այդ տրադիցիոն ընտանիքներ, որոնք իրենց ավելի լավ կճանաչեն եւ պրոֆեսիոնալ կյանքում կունենան նոր կապեր, հա, եւ վերջ-վերջո տեսեք, օրինակ Իսրայելում ինչպես է նան, բացի նրանից որ պարտադիր է կամ է ծառայությունը, բայց երբ որ դու այդ ծառայությունը չես անցել, դու համարվում ես որպես երիտասարդ կյանք մտնող, հա, պրոֆեսիոնալ կյանք մտնող թերի անձնավորություն ես համարվում, հա, եւ բոլոր երիտասարդները աղջիկ թե տղա իրենց պարագայում շատ մեծ պատրաստականությամբ եւ անխոս առանց իրենց հարց տալու մեկնում են իրենց ծառայությունը տալու հայրենիքին։ Հիմա մեր պարագայում կարծում եմ այդ կարևոր խնդիրը, որը պետք է թույլ տա մեր երեխաների ծնողներին, որովհետեւ չմոռանանք, որ մեր երեխաների հետևում կան ծնողները, որոնք բնականաբար չեն ունեցել երեխաներ, որոնց համար նրանք ուզում են որ տեսնել թե ինչպես են տանջվում, հա, չեն խոսում մահից, այս դեպքում խոսում ենք նույնիսկ տանջանքից կամ չգիտեմ, այդ կորուստից, ինչ որ տարիների կորուստից, այլ ոչ թե պլյուսներ հավաքելուց, դրական բան հավաքելուց, այո, բոնուսներ հավաքելուց եւ այդ պարագայում ես տեսնում եմ դրա պրեմիսները, տեսնում եմ դրա կատարումները մեր բանակում, այստեղ շատ կարեւոր բան կա նաև Ֆրանսիայի հետ կապված, որտեղ Ֆրանսիայի ազգային այդ դպրոցի սենսորի հիման վրա, այսինքն կան փորձի փոխանակումներ, այդտեղ գնում են դասընթացներ եւ դրա մասին հայտարարվել ավելի վաղ, Ֆրանսիան օգնում է այդ հարցում, այդ շատ կարևոր հարց է, որովհետեւ այստեղ մենք խոսում ենք բանակի ոչ մեծ հարցը արդեն թե ինչպեսի մենք բանակ ենք ուզում, հա, ՆԱՏՕ-ի նման բանակ ենք ուզում, թե էլի այդ հին սովետական մեթոդներով, որը արդեն հնացած է եւ թողենք դա ռուսներին եւ բնականաբար այս ֆոնի վրա մի արդյունքի ենք հուսամ, ես կարծում եմ մենք դրային գնում ենք, մի արդյունքի ենք հասնում, որտեղ պատվաբեր է եւ բոնուսներ ունի, ինչպես դու նշեցիր, հայկական բանակում ծառայելը կամավոր հիմունքներով, թե պարտադիր նույնիսկ հիմունքներով, որովհետեւ պարտադիր հիմունքներով պաշտպանության նախարարությունը եւ ըստ այդմ նաեւ կառավարությունը շատ ավելի միջոցներ պետք է դրան տրամադրի, այստեղ մարդկային միջոցների մասն ենք խոսում, ոչ միայն ֆինանսական, այստեղ ուսումնական միջոցների, որովհետեւ ինչպես մենք խոսում ենք, դա լինի հետաքրքիր եւ պատանիները մեծ խանդավառությամբ գնան եւ կատարեն իրենց ու սա չհամարվի ոչ միայն համարվի պարտք իրենց երկրին, այլ նաեւ համարվի նաեւ պատիվ եւ հաճույք, ինչու՞ չէ։ Այո։ Իդեպ, երբ որ մենք խոսում ենք Ֆրանսիայից, ես ուզում եմ հիշեցնել, որ Ֆրանսիան, որը հայտնի է իր արիստոկրատական ավանդույթներով, այն թագավորական տարիների, հետվում նաև նապոլեոնյան տարիների Ֆրանսիայում որևէ արիստոկրատ, եթե բանակում չէր ծառայել, նա արդեն կարելի ասել մեծ հարցականի տակ էր, թե որքանով է նա արիստոկրատ։ Իհարկե, եւ մենք խոսում ենք, դուք խոսեցի Նապոլեոնից, Նապոլեոնը մի մարդ է, որ ռազմական դոկտրինա է մշակել, որը միջև որը հողի վրա ապացուցել է ինչ հաղթանակներ է բերում։ Այո, այո։ Եվ իհարկե շատ հետաքրքիր զարգացում էր նաև նախորդ օրվա Ռուսաստանում, չէ, ներողություն, Բիշկեկում անցկացված միջոցառումները, որտեղ հավաքվել էին ավանդական երկրների ավանդական ղեկավարները, որտեղ բարեբախտաբար այս անգամ եւս ներկայացված չէր Հայաստանի վարչապետի մակարդակով Հայաստանի մասնակցությունը։ Եվ որը շատ կարևոր Այո, այո։ Եվ իհարկե մենք արդեն հասկանում ենք, որ շատ առաջ ենք անցել հապկի թեմայից եւ հապկը արդեն անցյալ է Հայաստանի համար, հասկանալի պատճառներով դեռևս որոշակի դանդաղումներ կան, որոշակի բաներ կան, որոնք պահպանվում են, մենք դրա մասին շատ ենք խոսել, ռազմական Ուկրաինայի ֆոնին եւ բնականաբար շատ կարեւոր է այսօր պահպանել այդ բալանսը մեր բոլոր հարևան պետությունների հետ, ինչպես նաեւ հյուսիսային
մեր հարևանի հետ, որովհետև տեսնում ենք թե եւ Ինչերի ընդունակ նաև նա, այո։ Եվ ինչերի ընդունակ եւ այստեղ տեսնում ենք եւ մի բան նայում ենք եւ տեսնում ենք ինչպես կարող է օրինակ մեկ էլ տեսնել եւ Ուկրաինան տեսնել մեկուսացած հայտնվի, հա, եթե օրինակ նույն Թրամփը հայացքը թեքի Ուկրաինայից եւ վերջի այստեղ շատ կարեւոր մի թեմա կա, որի մասին մենք պետք է խոսենք, դա այն է, որ այսօր չպետք է մոռանանք, որ եվրոպացիները ունենալով իրենց հողի վրա, հա, մոտ 1000 կիլոմետր, եթե չասենք, այս Գերմանիա, Ֆրանսիա չենք խոսում Լեհաստանի եւ հենց Բալթյան երկրներից, այլ մի քիչ ավելի հեռու, բայց ամենայն դեպս պատերազմի դաշտից ոչ հեռու եվրոպական երկրների մասին ենք խոսում, որոնք մինչ այսօր շատ գեղեցիկ խոսում են պատերազմի շուրջ։ Շատ գեղեցիկ հայտարարություններ են անում, որովհետև ասենք Գերմանիան մինչ օրս այդ տորուսները դեռ չի տրամադրել Ուկրաինային, ասենք ֆրանսիական ռաֆալները հարցա երբ կհասնեն Ուկրաինա։ Ֆրանսիական ռաֆալներ են վաճառում Ուկրաինային այն պարագայում, որ Ուկրաինան դա փողը չունի, եւ այն պարագայում, որ Ֆրանսիան դա 35 թվից շուտ չի կարող արտադրել։ Այսինքն մենք այստեղ խոսում ենք եւ շարունակելով նա, որ Եվրոպան երրորդ երկրների միջոցով շարունակում է գազը գնել Ռուսաստանից։ Ուզեմ ասել, այստեղ մոտից մի երկերեսանի մի խաղ կա եւս, որը ամեն երկիր նաեւ նայում է գեոպոլիտիկ շահը, չենք մոռանում դրա մասին, բայց նաեւ այսօր շատ լուրջ խնդիր է նա, որ եվրոպացիները պատրաստ չեն կռվելու ի տարբերություն Ուկրաինայի եւ փափուկ կյանքը Սենք, չէ, որ ուկրաինացիներն են այսօր այդ վահանը, որովհետև եթե չլինեն, ով է այսօր ասում, թե ռուսները Տալինում, Ռիգայում կամ դեպի Վարշավա չէին շարժվում, դեպի Ֆինլանդիա չէին շարժվի, եւ դեպի Ֆինլանդիա չեն շարժվում, եւ պետք է լինենք նաեւ արդար, այս մարդիկ առյուծի նման 4 տարի է կռվում են, եւ հենց հայացքը թեքում են Ամերիկայի վրա, այսօր մենք ունենք Թրամփ, որ ասում է զենք կա, բայց արժի այսքան $, այստեղ բիզնես, հա։ Են էլ կարողա վաճառեմ, կարողա չվաճառեմ, դա էլ իր հերթին։ Այո, եթե հարց է գալիս, կա վաճառեմ, թե չվաճառեմ, պատտում են Եվրոպայի շուրջ եւ ասում է դե ռուսական ակտիվները ձեր գումարը չէ, ռուսական սառեցված ակտիվները $200 միլիարդ չափով, դա գիտենք լուրջ գումար է եւ այստեղ եվրոպացիները խոսում են դե այդտեղ սառացված գումար է, միջազգային կարգ, այնտեղ Բելգիան է պահպանում, ասում է դե ես միայն Ռուսաստանի գումարները չունեմ եւ էլի խոսում, քննարկում ենք եւ այդ ընթացքում մարդիկ են մահանում եւ այդ ֆոնի վրա ինչ խոսք, ինչպես ցանկացած երկիր, մենք եւս պետք է ունենանք մեր գեոպոլիտիկ շահ եւ շարունակել մեր դիալոգը բոլորի հետ։ Եվ իհարկե, երբ որ ասում են, մեղադրում են, թե Հայաստանը քայլեր է անում, որոնք այդքան էլ կշռադատված չեն, նմանատիպ բաներ են ասում, իրականում այդպես չի, այսօրվա Հայաստանի հենց այսպես չակերտներում վերցրած դանդաղկոտությունը, դա իրականում ոչ թե դանդաղկոտություն է, այլ դա զգուշավորություն է, պրագմատիզմ է, այո։ Ի վերջո Հայաստանը հայտարարում է, որ եկող տարի արդեն սկսվելու է թրիփի շինարարությունը, որ թրիփը ամբողջությամբ ընթացքի մեջ է, թվում մենք տեսնում ենք նաև թե ամերիկացիների շահագրգռությունը, թե մեր շահագրգռությունը, թե նաև կենտրոնական Ասիայի երկրների շահագրգռությունը, ի վերջո պատահական չէ, վարչապետի այցը Ղազախստան ու պետության բարձրագույն պարգևով պարգևատրվելը, դա նույնպես պատահական չէ։ Շատ կարևոր է դա, այդ դրա մասին մենք պետք է խոսենք, որովհետև դա շատ լուրջ բան է իրականում, որովհետև Գագիկ ջան, այսօր մենք պարզեցինք, չէ, որ այսօր ուժի գերակայությունն է, զենքի ուժն է դեռ խոսում։ Այո։ Եվ այսօր աշխարհում ոչ մի ուժ դեռ կասկածի տակ չի դնում ամերիկյան բանակի զենքի ուժի հզորությունը։ Ընդհանրապես ամերիկյան ուժը։ Ամերիկյան ուժը, այսինքն կարող ենք ամեն ինչից դե խոսում ենք դա ասում ենք դե Թրամփից վախենում են ինչու, որովհետեւ երբ որ նա ընդունում է Պուտինին, նրա վերևով թռնում են այն
ինքնաթիռները, որոնցից ոչ ոք չունի եւ Այո, F-35-երը, այո։ F-35 էլ չի, ինչ որ նոր ինքնաթիռեր, չէ, որ Հա, Թրամփը ասեց, որ այնտեղ գաղտնիք էլ ոչ կա։ մի ռադարով։ Եվ այս դեպքում մկանների ցուցադրությունը այստեղ ռեալ է եւ մենք համագործակցում ենք, մենք ունենք բիզնես շահեր թիվ 1 ուժեղ գերտերության հետ, որը այսօր իր արտաքին քաղաքականության մեջ պարտադիր է համարում Չինաստանին վերցնել որպես տեսնում են Չինաստանին, հա, որպես եւ հակառակորդ տնտեսական հողի վրա եւ ինչու՞ չէ նաեւ սպառնալիք եւ ըստ այդմ նա համար շատ կարեւոր է կենտրոնական Ասիայի երկրներին չուղարկել դեպի Չինաստան, այլ փոկել եւ նրանց համար ճանապարհներ ստեղծել, որպիսի կարողանան իրենց առևտուրը, իրենց հարաբերակցությունները հաստատել արևմուտքի հետ, ասել կուզի Եվրոպայի եւ ըստ այդմ նաեւ Ամերիկայի հետ եւ հասկանում ենք չէ որ ռուսական ճանապարհները այլևս վստահելի չեն, հասկանում ենք չէ որ այստեղ ունենք մի ճանապարհ, որը անցնում է Հայաստանով եւ որը կարող է լինել բացարձակ վստահելի եւ մեզ դիտարկում են վստահելի գործընկեր վերջի վերջո եթե մենք համագործակցում ենք թիվ 1 գերտերության հետ եւ պատահական չէ որ կենտրոնական Ասիայի շահերից էլ է բխում որ այդ խաղաղությունը լինի այստեղ շատ ուժեղ որ Ալիևը շատ հանգիստ ձևով եւ ժպիտի դեմքին խաղաղության մասին միայն խոսա եւ նույն Ալիևին էլ է դա ձեռք տալիս, Թուրքիային էլ է դա ձեռք տալիս, Եվրոպային էլ է ձեռք տալիս եւ բնականաբար արդեն պարզ է չէ որ Ամերիկային է ձեռք տալիս, քանի որ նա հողի վրա է այստեղ։ Եվ իհարկե այն ինչ որ տեղի ունենում այսօր Հայաստանում կապված արհեստական բանականության ապագայի եւ ընդհանրապես IT ոլորտի հետ, չէ որ դա նույնպես Հայաստանը դարձնում է շատ գրավիչ, շատ կարևոր պետություն անկախ Հայաստանի տարածքից, տարածքը այստեղ այդքան էական չի եւ նույն Ղազախստանն էլ է դա հասկանում։ Ի վերջո այնտեղ ստորագրած պայմանագրերի մեջ հենց կար կետեր, ինչը վերաբերվում էր այդ թվում նաեւ արհեստական բանականության զարգացմանը, դրա շուրջ համագործակցությանը, այդ մարդիկ են հասկանում, եթե Հայաստանը մտնում Nvidia-ի նման գլոբալ կազմակերպություն, անկախ նրանից, թե ինքը ինչ չափաբաժնով է մտնում Հայաստան։ Դա ամենաբարձր բորսային կապիտալ ունեցող այսօրվա։ Այո, եւ ամենակարևորը ի վերջո այսօր արհեստական բանականությունը դա նույնն է ինչ որ ինտերնետն էր երբ որ սկսվեց, այո։ Հա, նաեւ Nvidia-ի եւ Firebird-ի արտադրած չիպերը ի վերջո առանց դրա չի կարող լինել արհեստական բանականություն։ Եվ որի համար օրինակ Թայվանը շատ կարևոր է պահպանել եւ Ամերիկան բնականաբար պատրաստական է միշտ եւ այս ամբողջ պայքարում նա չի մոռանում Թայվանի շահերը, որտեղ կան այդ միկրոչիպերի գործարան եւ որը շատ սպეციալիզացված է հենց դրա մեջ եւ վերջի նույն ղազախները ինչպես կարող են այդտեղ չնկատել, երբ որ ամերիկացիք են նկատել եւ ըստիս ամերիկացիք նաեւ շատ լավ հասկացել են հայ ժողովրդի ներուժը, մտավոր ներուժը եւ դա այստեղ կարող է այդտենց շոյող հնչել մեզ համար, բայց դա նաեւ պարտավորեցնող է եւ միևնույն ժամանակ մենք ունենք դրա գիտական ներուժը, պոտենցիալը։ Այլ բան է ասել, որ հիմա պետք է մեր կրթական համակարգը, չգիտեմ էլի ինչպես են ասում, բանը հարմարեցվի։ Անտերայի տեմպերով այդ արագ, շատ արագ ձևով վերակազմավորվի եւ մեծ քայլերով գնա առաջ, որպեսզի կարողանա այս մեր երիտասարդ սերունդերին պատրաստել բարձր մակարդակի կրթություն կարողանալ տրամադրել երկրում։ Այո, եւ մենք ունենք 1 րոպե ժամանակ, շատ արագ անցավ հաղորդումը, եւ ես ուզում եմ հիշեցնել, այս նույն տրամաբանության մեջ օրերս ինչ հայտարարեց Իլոն Մասկը, որ Տեսլան պատրաստ է գնել այնքան չիպ, ինչքան արտադրվում է ամբողջ աշխարհում։ Այսինքն դա անսպար շուկա է։ Այո, եւ բնականաբար ոնց որ ասում են դատարկ տեղը չի նստում, չէ, Իլոն Մասկը։ Եվ բնականաբար դրանք պոտենցիալ մեզ համար շուկա է եւ
Բնականաբար հենց դրանից ենք խոսում, չէ, երբ որ մենք ասում ենք խաղաղություն, երբ որ մենք խոսում ենք Թրամփի ուղի, երբ որ մենք խոսում ենք ամերիկացիների մուտք Հայաստան, խաղաղության խաչմերուկ, այո, խաղաղության խաչմերուկ, բաց սահմաններ, դրանք առանց այլընտրանքի ծրագրեր են։ Եվ այսօր մեր կենտրոնացումը պետքա լինի մեր ներքին բոլոր կրթական, տնտեսական, ներքին խնդիրների այդ բոլոր հարցերը լուծելու մասին եւ դրա մասին պետք է լինեն մեր վաղվա ընտրությունները, այստեղ չկա մտածելու թե արտաքին աշխարհում արդյոք վերջի վերջո չպետք է գնանք մեր հյուսիսային հարևանի մոտ, թե Ամերիկայի մոտ, լսեք, Աստված մի արաս։ ամենալավ լուծումները գտնվել են, աշխատենք դրանք լավարկելու եւ ամրապնդելու ուղղությամբ, ընդհանրապես։ Շնորհակալություն Արման։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով զրուցում ենք միջազգայնագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։